Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ կրկին միասին ենք, իսկ այսօր պատրաստելու ենք այսպիսի հետաքրքիր ձևավորում զատկի տոնի համար։ Սկսենք պատրաստելը, մեզ հարկավոր են այսպիսի աղի ձողիկներ, որոնք պետք է մանրացնել տարբեր չափերի։ Այնուհետև մեզ անհրաժեշտ է շոկոլադ, կարող եք վերցնել տուփով շոկոլադները, եթե այսպիսին չունեք ձեռքի տակ, եւ հալեցնում ենք կամ ջրային գոլորշու վրա, կամ միկրոալիքային վառարանի մեջ։ Այնուհետև լցնում ենք ձողիկների վրա եւ զգուշորեն խառնում։ Այնուհետև լցնում ենք կամ յուղաթղթի, կամ ինչ-որ տոպրակի վրա, որի վրայից հետո հեշտ կլինի պոկել, եւ ձևավորում ենք, մեջտեղում թողնում ենք արանք, որպեսզի գեղեցիկ կոնֆետներ շարենք։ Ձևավորելուց հետո թողնում ենք 5 րոպե, որպեսզի ամբողջովին շոկոլադը չորանա, եւ ահա այսպիսի տեսք ենք ստանում։ Եվ վերջնական տեսքի համար օգտագործում ենք ահա այսպիսի կոնֆետներ, գեղեցիկ, ձվի տեսք ունեն նրանք, եւ ստանում ենք շատ գեղեցիկ ձևավորում զատկի տոնի համար։ Եվ կառաջարկեմ նաև երկրորդ տարբերակը։ Եվ մինչև երկրորդ տարբերակը կչորանա, տեսեք ինչ գեղեցիկ կատնահունց եմ պատրաստում։ Կատնահունց պատրաստելու հղումը կթողեմ տեսանյութի ներքևում, կարող եք դիտել։ Ահա եւ վերջ, սիրելի հետևորդներ, այսպիսի գեղեցկություն ստացանք, կարող ենք նաեւ զարդարել զատիկ կոնֆետներով եւ զարդարել մեր զատիկի սեղանը։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ հետեւում եք, ջերմ մեկնաբանություններ եք գրում, իսկ այսօր էլ պատրաստել էի այսքանը, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։